Վերջերս կրկին ակտիվորեն քննարկվում է, թե պետք է արդյոք նոր սահմանադրության նախաբանից հանել անկախության հռչակագրի հղումը, թե ոչ։ Ըստ իս, սա պարզապես իրավական խմբագրում չէ, սա պետության ինքնության մասին որոշում է։ Անկախության հռչակագիրը սովորական փաստաթուղթ չէ միայն, դա Հայաստանի քաղաքական ծննդյան ակտն է, այն պահը, երբ մենք ասել ենք, ուզում ենք լինել ազատ, ինքնիշխան եւ անկախ պետություն։ Եվ ցանկացած պետություն, որը սկսում է թուլացնել իր հիմնադիր գաղափարները, իրականում թուլացնում է իր դիմադրող ունակությունը։ Բայց պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ։ Սահմանադրությունը թանգարան չէ, այն կենդանի օրգանիզմ է։ Աշխարհում բազմաթիվ երկրներ ժամանակի ընթացքում փոխել են, ավելի զարգացրել են իրենց սահմանադրությունները, հարմարեցնելով նոր իրողությունների, նոր իրականության հետ։ Բայց կա մի կարևոր տարբերություն։ Նրանք փոխել են մեխանիզմները, ոչ թե իրենց հիմքը։ Գերմանիան երկրորդ աշխարհամարտից հետո ամբողջությամբ վերակառուցեց իր սահմանադրական համակարգը, բայց ոչ մի պահ չկասկածեց իր պետականության արժեքներին։ Լեհաստանը եւ Բալթյան երկրները բարեփոխեցին իրենց սահմանադրությունները ինտեգրվելով Եվրոպային, բայց ոչ մի դեպքում չնահանջեցին իրենց անկախության գաղափարից։ Պետությունը նման է շենքի, կարելի է փոխել պատուհանները, վերանորոգել սենյակները, արդիականացնել համակարգերը, բայց եթե սկսում ես կասկածի տակ դնել հիմքը, ամբողջ շենքը դառնում է խոցելի։ Սահմանադրության նախաբանը հենց այդ հիմքն է, այն սահմանում է դու ով ես որպես պետություն եւ ուր ես գնում։ Ուստի հարցը շատ պարզ է, եթե փոփոխությունն ուժեղացնում է պետությունը, ավելի հստակ դարձնելով նրա իրավական համակարգը, անվտանգությունը եւ ապագայի ուղին, դա կարելի է քննարկել, բայց եթե խմբագրման անվան տակ փորձ է արվում թուլացնել անկախության գաղափարը կամ նոսրացնել պետական ինքնությունը, դա արդեն վտանգավոր նահանջ է։ Այն պետությունները, որոնք թուլացնում են իրենց գաղափարական առանցքը, շատ արագ թուլացնում են նաև իրենց քաղաքական կշիռը։ Պետական կյանքում փոքր զիջումներ գրեթե չեն լինում, այնինչ այսօր ներկայացվում է որպես աննշան շեղում, վաղը վերածվում է մեծ քաղաքական, իրավական եւ արժեհամակարգային կորստի։